Մի կորացեք։ Մի քիչ կարող է առաջ գան։ Չէ, որ դու կարաս ունեք քարտի ավելի։ Ես մուսնիստը Քիչ չի, ես արածան մի փոքր երևան հետ գնալու Վիգեն Սարգսյան, ինչու եք ամբողջնիստի ընթացքում բավականին նյարդային արձագանքում ընդդիմադիրների պատգամավորների հարցերին։ Ես երբեք նյարդային չեմ արձագանքում հարցերին, ես ասում եմ իրականությունը եւ եթե իրականությունն ասելը ձեզ մոտ այդպեսի ընկալում է ձևավորում կամ շատերի նյարդայնացնում է, ես չեմ պատրաստվում դրա պատճառով իրականությունը չներկայացնել, թե արդյունքները, թե խնդիրները։ Տիկին նախարար Նարեկը շուտեր։ Նախարար դիմել էի քննչական կոմիտեին արտաքին հետախուզական ծառայության հայտարարության հիման վրա, ուզում եի հասկանալ ներքին գործերի նախարարությունը լրացուցիչ ինչ տեղեկությունների հիման վրա է հարցն մասնի, որ օտարպետություններում հայերին ճնշում են ընտրությունների մասնակցություն ունենալու հետ կապված միայն այդ ծառայության հայտարարությունն է, թե նաև կգնան այլ տեղեկություններին եւ ինչ կարող ասել ընթացքից։ Ես ենթադրում եմ, որ միգուցե քննչական կոմիտեի հայտարարությունը ամբողջովին չեք դիտարկել այս մասով, որովհետեւ երբ որ արտաքին հետախուզության ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, բնականաբար ներքին գործերի նախարարության ոստիկանությունը իրականացրել է ստուգողական որոշակի աշխատանքներ եւ փաստական տվյալներ է նաեւ որոշակի ձեռք բերել եւ եթե կարդաք քննչական կոմիտեի հաղորդագրությունը կոնկրետ այս դեպքով մեր ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կտեսնեք, որ այնտեղ մի փոքր ավելի ճշգրտումներ կան ներկայացված, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների, թե կուսակցության ներկայացուցիչների եւ թե նաեւ այլ դերակատարների օժանդակության process-ը կազմակերպելու մասով որ երկրում այս պայդրությամբ այլ տվյալ հայտնել չեմ կարող, խնդրում եմ հետևել քննչական կոմիտեի հաղորդագրություններին, խնդրում եմ հետևել քննչական կոմիտեի հաղորդագրություններին, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի։ Ցանկացած տեղից եկող ազդակ բնականաբար մեր ուշադրության կենտրոնում է լինելու անկախ երկրից։ Ես արդեն նշեցի, մնացել ամբողջը, քանի որ նախաքննություն է իրականանում, քննչական կոմիտեն պատեհ պահի հանդես կգա հայտարարություն։ Նախարար, ես ուզում եի երեխայի հետ կապված այդ դեպքից մի բան հարցնել, տեղեկություններ կան, որ միջավայրը, որտեղ որ երեխան ապրել է, ինչ որ ամբարով վարքեր են եղել, կա ոստիկանության մոտ նման տեղեկություններ, եթե այո, մի քիչ կմանրամասնեք ինչ մասնավորապես համայնքային ոստիկանություն կա, մի քանի այդպիսի դեպքի մասին ենք լսել, իրենց հայտնի չէ նախապես թե ինչ է կատարվում այդ համայնքներում։ Նախ մենք հետ կապված է, միանգամից ասեք, որ հետ կապված ինչ տեղեկություններ կան, խնդրում եք կամ նա ինչ մասնակցություն ունի։ Այս պայդրությամբ ես նշեմ, որ երբ որ մենք հաղորդում ենք ստացել բժշկական կենտրոնից, ահազանգը կարելի ասել այնպիսին էր կամ ընտանիքի անդամների կողմից այնպիսին էր հաղորդումը, որ ըստ էության գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ process է, երեխան իրեն վատ է զգացել եւ դրա արդյունքում է, որ տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ հետախուզական աշխատանքների եւ դրա հիման վրա է նաեւ, որ հենց սպանության փորձով է վարույթը նախաձեռնվել, որովհետեւ տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ նաեւ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին, երեխայի ծեծի մասով եւ ըստ այդ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով այժմ շարունակում են քննչական կոմիտեի հետ աշխատանքները, գիտեք, որ նաեւ խափանան միջոց կա ընտրված անձի նկատմամբ, շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաեւ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի այո իրավիճակներին եւս նաեւ իրավական գնահատական որպես այդպեսի կարողանանք տանք, այո, ինչ վերաբերում է Քննտրվում է, ես թե սխալացի։ Չէ, այս պահին ուղղակի կարգավիճակի հետ կապված հարցեր են ճշգրտվում։ Նա որ իրեն եւս մեղադրանք առաջացրել։ Չեմ բացառում, կախված այն տվյալներից, որոնք որ կստանանք, նշեմ, որ միջավայրի հետ կապված, տեսեք, նշում եք համայնքային ոստիկանության հետ կապված, մենք պիտի նախ առաջինը նկատի ունենանք, որ
մեր երեխայի իրավունքների պաշտպանության այն նոր համակարգը, որ ներ ենք դրել, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպեսին չպիտի լինի ոստիկանությունը։ Այսինքն ազդակը պիտի գա համայնքից, ազդակը պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից եւ մնացյալից։ Ես վստահ եմ, որ նաեւ գործընկերներն են այս հարցը դիտարկում, նաեւ իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան եղել է ազդակ օբյեկտիվորեն, թե չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի։ Ես էլ մեր մասով համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք հնարավոր է այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից այո ստանալ թե ոչ, եւ եթե որևէ խախտում հայտնաբերի այս դեպքում ին պատասխանատվության տիրույթում, այսինքն ոստիկանի աշխատանքի մասով, բնականաբար ռեակցիան այս հայի դրությամբ այդ մասով ինչ ասացիք, ինչ որ հետո արդեն որ ուսումնասիրել կա, այդպեսի այդ եղել այդպեսի միջավայրի մասին էր հարցը նախարար։ Հիմա շարունակում ենք մեր ուսումնասիրությունները, թույլ տվեք ավել բան չհանրայնացնել, որովհետև նաև երեխաների եւ ընտանիքի մյուս անդամների հետ կապված որոշակի նաև հոգեբանական վիճակ ունենք։ Հիմա պատկան մարմինները աշխատում են այդ մասով։ Երեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տեսնում էր, որ Հայաստանում կան ուժեր, որոնք պատերազմ են նախապատրաստում, որոնց ծանր հետևանքներով, քանի որ ՆԳՆ-ը նաև ակտիվ էսպես հայտարարություններ ընտրություններից առաջ տարածում կուսակցությունների գործունեության վերաբերյալ, ինչ նկատի ուներ նա, ով է Հայաստանում ներքաղաքական դաշտում պատերազմ նախապատրաստում, ու արդյոք հենց նա այսպես հասարակության շրջանում խոճապ տարածում հիբրիդային պատերազմի օրինակ։ Որևէ խոճապի մասին խոսք չկա, վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որ ըստ էության կա այս պայծրությամբ քաղաքական դաշտում եւ քաղաքական արձագանք է նաեւ տալիս որպես երկրի ղեկավար եւ նշեմ, որ եթե այլ հանցագործության տարերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ՆԳՆ-ն հանդես կգա Կարծում եմ բոլորդ հետևում եք լրատվական դաշտին եւ վստահ եք, որ շատ ուժեր, այնպիսի մտքեր եւ այնպիսի հայտարարություններ են նաեւ հնչեցնում, որոնք այո, հակադարձում են հաստատված խաղաղությանը եւ կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել եւ ինչու գնահատել Միայն քաղաքական հայտարարություններ են դրանք։ Որ Տիկին նախարար ես կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական եւ իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարերի դեպքում կտա արդեն նաեւ իրավական գնահատական։ Տիկին նախարար երկու հարց կադրային փոփոխություններ ինչ նրանց անդրադարձակ նոր փոփոխություններ առաջիկայում նախատեսված են արդյոք եւ երկրորդ հարցը ինչը այստեղ եղավ եւ դարձավ այսպես ասենք նաեւ լրագրողների հետ վիճաբանության պատճառ 10 եպիսկոպոսներին ուղեկցելու հետ կապված Գեղամանուկյանն ասեց 300 ոստիկան դուք դրա հետ չհամաձայնվեցիք որպեսզի ես չասեմ մենք քանի ոստիկան ենք տեսել դուք ասեք ոստիկաններ քանիսն են եղել ինչ օրենքով են նրանք ուղեկցել արդյոք նույն որ խնդրեմ հետևից մի խոսեք էլ ես չեմ լսում ինչ հարցա որ ճիշտ պատասխանեմ Բոլորին է խոսքով Թիվն է խոսում հետո Եվ այնուամենայնիվ նաև նույն մենք տեսնում ենք որ առանձին հոգևորականների որոնք այսպես ասենք իշխանությանն են սատարում իրենց անմիջական վերահսկողությունն է իրականացնում ոստիկանությունը իրենք են դիմել ոստիկանությունն է տեսել որ կա անհրաժեշտություն նույն այդ քահանաներին եպիսկոպոսներին պաշտպանել եւ ումից են պաշտպանում ամենակարևորը Նախ կադրային փոփոխությունների մասով եթե ճիշտ լսեցի նաև ասում եք կադրային հնարավոր փոփոխություններ սպասվում են թե չեն սպասվում կադրային փոփոխությունները բնականաբար ընթացիկ process է որպես այդպիսի նախարարության տեսանկյունից տեղյակ եք որ փոխոստիկանապետերի փոփոխությունից հետո մենք ունեցել ենք նաև բարեկային ծառայությունը որոշակի փոփոխություններ նկատել մոնիտորինգի վարչությունը Երևանի գնդի հրամանատար նշանակվել է արդեն իսկ կա նշանակումը Երևանի գնդի հրամանատարի տեղակալն է նշանակվել նախկինում հենց այդ պաշտոններ զբաղեցնում եւ գումարտակի հրամանատարներից մեկը նաև նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ այսինքն շատ սինխրոն տրամաբանական աճ են ունեցել առաջ խաղացում են ունեցել այս մասով որովհետեւ մեր ռեֆորմների սկզբունքում էլ է դրված հենց այս մոտեցումը որ եթե անձինք աշխատում են եթե արժանի են առաջ խաղացում պիտի լինի անխուսափելի ըստ այդմ իրականացրել ենք նշանակումները փոփոխություններ միշտ եղել են նախորդ օրերին են եղել առաջիկա օրերին էլ կամ շաբաթներին կամ ամիսներին էլ կլինի իհարկե ըստ անհրաժեշտության որովհետեւ եթե կարիքը չենք տեսնում կադրային փոփոխության այդպիսի փոփոխություններ տեղի չեն ունենում եւ մենք չենք կատարում դրանք ուղղակի անելու համար ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը ես վստահ եմ որ դուք գիտեք որ ես թիվ հնչեցնել չեմ կարող
որովհետև ոստիկանական աշխատանքի տեսանկյունից դա ծառայության կազմակերպման ընդհանուր կոմպոնենտ է եւ թվի պատկեր հնչեցնել չեմ կարող, բայց նշեցի, որ 300 ուղեկցման process-ի մասով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Դուք շատ լավ գիտեք այդ մասին, որովհետև դուք եք այնտեղ եղել, ձեզանից շատերը կամ այլ մեր սիրելի լրագրողներ այնտեղ են եղել եւ ոստիկանները, տեսեք, ոստիկանները դուք կարող եք տեսնել, որ շատ էին, որովհետև ինչ եք տեսել նաեւ տեղում։ Տեսել եք, որ երկու կողմ հավաք է իրականացնում մայրաթորի նույն տարածքում եւ կային նաեւ որոշակի սադրիչ գործողությունների մասով օպերատիվ տվյալներ եւ ոստիկանության պարտավորություններ հասկանալու ես հարգում եմ ձեր գործընկերոջը շարունակեմ պատասխանել հետո խոսում օրվա մասին չէ իրենց դատարան են ուղեկցում մասացիոտնի թեմի մոտ են իրենք հերթապահում այսինքն այնպես չի որ մենակ խնդիրը այդ օրվա մեջ չէ Փայլակը հարցրեց ես դրան եմ անդրադառնալու Կպատասխանեմ ինչը որ բաց կմնա կհարցնեք կարձագանքեմ Եվ այս մասով բնականաբար այն չափ ուժ էր ներգրավված մայրաթորի տարածքում, որը որ ոստիկանության համոզմամբ թույլ կտար կառավարելություն ունենալ եւ հասարակական կարգ ու անվտանգություն երաշխավորել եւ ելի եմ շեշտում, եթե նույնիսկ մի քանի հազար անձի ներգրավման կարիք լիներ այդ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, ոստիկանության ուղիղ պարտականությունն է հաշվել, հասկանալ օպերատիվ իրավիճակը եւ այդ անձանց ներգրավել։ Նույն process-ն է եղել։ Մնացյալ հոգեվորականների առումով տեսեք, մենք իրականացնում ենք քննչական մարմնի կողմից պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշումը եւ բոլոր այն դեպքերում, երբ որ վարորդն իրականացնող մարմնից ստանում ենք այդպիսի տեղեկատվություն, միանշանակ է, որ ոստիկանությունը պիտի իրականացնի անձի պահպանություն։ Սա ուզում եմ հստակ արձանագրել, որովհետեւ այո, դուք կարող եք տեսնել այդպիսի դեպքեր, դրա հիմքում կա կոնկրետ պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշում։ Այն հատվածներում, որտեղ որ ենթադրենք դուք տեսնում եք հասարակական կարգի եւ պաշտպանության ապահովման, այսպես ասեմ, կարգախմբեր, նրանք այնտեղ են ելնելով իրենց բուն գործառույթից հասարակական կարգ եւ անվտանգություն են երաշխավորում եւ ես նորից եմ առիթ ունեցել ասելու, որ տարբեր եկեղեցիների տարածքում այդ նույն պահպանությունը կա, տոն օրերին այդ նույն պահպանությունը կա։ Մեզ իհարկե ես հասկանում եմ օբյեկտիվորեն, որ ստանդարտ իրավիճակում պահպանության հարցերը այդքան զգայուն չեն լինում եւ մենք չենք բարձրաձայնում այդ մասին, բայց վստահեցնում եմ ձեզ, որ վարչապետին չաջակցող կողմից են դիմում պաշտպանության համար նույն կերպ չի արձագանքում չկա նման բան։ Չկա նման բան։ Տեր Արտաշեսկա, որին գնացել էր համայնքային ներկայացուցիչը եւ դուրս էր հրավիրել եկեղեցուց, ոչ մի ոստիկան չէր միջամտել։ Դա օրինակ չի, որ մարդուն ապօրինի պահանջ է ներկայացնում եւ ոստիկանությունը չի միջամտում։ Տեղում հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովում, եթե որևէ անձ մտածում է, որ իր իրավունքները խախտվել են, բնականաբար կարող է կամ վերադաս վարչարարության կարգով ինձ բողոք ներկայացնել ոստիկանի գործողության կամ անգործության մասով, կամ եթե տեսնում է, որ հանցագործության տար է իր պատկերացմամբ հաղորդում ուղարկել համապատասխան մարմնին, մինչ այս պահ նմանատիպ իրավիճակ էլ ունեցել ենք։ Այսինքն մի դեպքում ինձ վերադաս վարչարարության կարգով բողոք է ներկայացվել, քննչական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հաղորդում է ուղարկվել։ Իրավական պետություն ենք, այդ process-ները պիտի ապահովենք, եթե որևէ մեկը մտածում է, որ իր իրավունքը խախտված է, բոլոր գործիքակազմերը ունի իրավունքի պաշտպանություն։ Եկեղեցու իրավունքները դուք արդյոք պաշտպանում եք, ինչու եմ հարցնում Տիկին Սարգսյան, որովհետև եկեղեցուն որոշում կայացվեց, որ նախկին Տեր Արամը պետք է թողնի եկեղեցին, բայց ոստիկանությունը կատարում է եկեղեցու արդեն մարմնի, որը կառույցի ունի ինքնավարություն, այդ եկեղեցու որոշումները կարող է կատարել, ինչու չի կատարում։ Ես հարցին անդրադարձել եմ Նախ եթե նմանատիպ հարց ենք բարձրացնում, պիտի հասկանանք, թե այդ որոշման կատարման մեխանիզմները ոնց ենք պատկերացնում։ Այսինքն, ինչպիսի իրավական ընթացակարգ կա այդ որոշումների կատարման տեսանկյունից։ Դա է պատճառը, որ ես ասում եմ, որ ոստիկանության գործառույթի մեջ հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ֆունկցիան է մտնում, դա ապահովում է եւ մնացյալ մանրամասներին առիթ ունեցել եմ անդրադառնալու։ Եթե այլ հարց կա, Տիկին Սարգսյան, թմրանյութերի հետ կապված էիք խոսում ներսում։ Կարծեմ 1 տարի առաջ կամ ավելի վաղ տարածվեց դպրոցներից մեկի հետ կապված, որ գնացել մանկասակ երեխաներին ինչ որ փոշենման զանգված են բաժան Մղճյանի դպրոցների։ Այո, Մղճյանի դպրոցներ։ Ինչ բացահայտվեց, ի վերջո այդ երեխաներին ինչ եք տվել եւ եթե իրավապանները անդրադարձել են դրանք, խնդրեմ մի հատ էլ ասեք։ Տեսեք, շատ կարևոր հարց եք բարձրացնում Նարեկ ջան, որովհետեւ երբ որ ես տարբեր նաեւ դիտանկյուններից տարբեր հարցերի անդրադառնում եմ,
տարբեր հարցադրումների անդրադառնում եմ, ինձ համար կարևոր է, որ երբ որ մենք առաջին ինֆորմացիան տալիս ենք, նաև մենք, երբ որ դեռ չգիտենք ամբողջ դետալները, որովհետև իրավապահ համակարգը տալիս է նախնական գնահատական իրավիճակին։ Մենք էլ կարող ենք ի սկզբանե վարույթ նախաձեռնել ոչ այն հանցակազմով, որ վերջնարդյունքում այդպես կշարունակի մնալ։ Ունենում ենք դեպքեր, սիրելի ներկաներ, որ պայմանական հարուցում ենք առողջությանը պատճառված վնասի հոդվածով, բայց պարզվում է, որ սպանության փորձի հետ գործ ունենք։ Այսինքն նախնական գնահատականները հետո կարող են փոխվել, բայց մենք այս դեպքում հետևողական ենք, որ վերջնական գնահատականներն էլ պատեհ պահի նաև հանրայնացնենք, որ ճիշտ լինի պատկերը։ Հիմա Մղջյանի դպրոցի մասով մենք սրա ուղիղ հակառակ իրավիճակ ունենք, որովհետև ի սկզբանե բոլորիս ասեմ, որ որևէ մեկը չմտածի ես ինչ որ ուղղորդված բան եմ ասում։ Բոլորիս մոտ այն ընկալումներ, որ այո, փոշենման զանգվածը թմրամիջոց է, ճիշտ է։ Ոչ մի այլ ընկալում չեք ունեցել։ Բայց բնականաբար այդ տրամաբանության բևարույթը նախաձեռնվել, բայց հետո փորձաքննություն բնականաբար պիտի իրականացվի, իրավապահ համակարգը ստացել է փորձաքննության արդյունքը, պարզվել է, որ մենք թմրամիջոցի հետ գործ չունենք։ Ինչ է։ Փոշենման սովորական սպիտակ զանգված է եղել, ոչ թմրամիջոց։ Բայց ինչ վտանգավոր։ Ոչ մի վտանգավոր բան չի եղել, կարող եք դիմել քննչական կոմիտեն, եթե ճիշտ համարի այս պահի նախաքննության շրջանակներում կարող է փորձագիտական եզրակացության մասով ինֆորմացիան հավելալ տրամադրել։ Բայց ես ինչի եմ ուզում սա ասել։ Ինչի եմ ուզում սա ասել, որովհետև ստացվում է, որ մենք մի ընտանիքի երեխայի ի սկզբանե ասում ենք, որ դու թմրամոլ ես կամ դու ստիպել ես որևէ այլ ընտանիքի երեխայի թմրամիջոց օգտագործել, շանտաժ ես արել դրա համար, բայց վերջում պարզվում է, որ թմրամիջոց չի եղել։ Իհարկե իրադարձությունը բացասական է, այսինքն ոչ մեկ չի անդրադառնում իրավիճակին եւ ասում, որ ամեն ինչ նորմալ է, եթե թմրամիջոց չի։ Ոչ, իրավիճակը անընդունելի է, բայց տեսեք, մենք արդեն պիտակավորել ենք այդ երեխաներին մեր խոսույթով։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս ավելի հոգատար լինենք մեր խոսույթի նկատմամբ, մեր անչափահասների նկատմամբ, եւ եթե կա տվյալ, որ դա թմրամիջոց չի, մենք ունենանք այդ մոտեցումը, որ բարձրաձայնենք այդ դեպքի մասին։ Որևէ մեկը չի ասում իրավիճակը չի եղել, բայց պիտի իրերը կոչենք իրենց անուններով, որովհետեւ պատկերացնում եք հատկապես մարզային հատվածներում ինչպիսի ընկալումներ կան, ինչպիսի կարծրատիպեր կան, որոնք որ դեռ մեզ շատ ջանք ու եռանդ է պետք որ փոխենք այդ ամբողջը։ Մեղավորություն չունի, որովհետև կոնկրետ լրատվամիջոց դեպքը դեռ չեղած, շատ մանրամասն ցնցող վերնագրերով արդեն բացահայտում է այդ ամենը եւ դա ոստիկանությունն է տալիս այդ ինֆորմացիան, որովհետև տվյալ անձը Երևանում չի կարող այդ մանրամասներով իմանալ, որտեղ է աշխատում ում բարեկամն է եւ չհրապարակի, այսինքն դուք եւս ձեր կառույցը եւս չի նպաստում, որ դա կանխվի, Տիկին Սարգսյան։ Ես երբեք չեմ հերքել այն մասը, որ ոստիկանները կարող են ոչ պատշաճ խողովակով ինֆորմացիան հասանելի դարձնել առանց որևէ ինչ-որ դիտավորության։ Դա է պատճառը, որ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում բազմաթիվ են ծառայողական քննությունները, որոնցով որ մենք առերևույթ տվյալ ունենք, որ մեր աշխատակցի միջամտության արդյունքում է տվյալը հասանելի դարձել լրագրողական համայնքին, բայց նորից եմ ուզում շեշտել, որ հետո չխեղաթյուրվի միտքը։ Լրագրողական համայնքին տեղեկատվությունը պիտի հասանելի դառնա, բայց պատշաճ խողովակի արդյունքներով եւ պատշաճ նաեւ չափաբաժնով, որպեսզի նաեւ անձի իրավունքների հետ կապված խնդիրներ չունենան։ Իմ մամլոխոսնակը միշտ հասանելի է, ցանկացած տեղեկատվություն տվյալ պահին, եթե շնորհակալություն, որ հաստատեցիք, եթե կարիքը կա, անմիջապես կտրամադրի, բայց ոչ պատշաճ խողովակով տեղեկատվության հանրայնացումը շատ բացասական կոմպոնենտ կարող է իր մեջ պարունակել։ Բայց ես նաև փաստեմ, որ մենք ունեցել ենք ուսումնասիրություններ, երբ որ ոստիկանի կողմից չի եղել տեղեկատվության փոխանցումը։ Ունենում ենք իրավիճակ, որ հարևանները, բարեկամները տեղեկատվությունը փոխանցում են լրագրողական համայնքին եւ ինֆորմացիան արդեն յուրաքանչյուրս մեր ընկալումների տիրույթում ենք իհարկե հանրայնացնում, բայց առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ հատկապես լրագրողական տիրույթում մենք ուզում եմ, որ շատ ուշադրություն դարձնենք հատկապես խոցելի խմբերին, որովհետև իրենց հետ կապված ցանկացած տվյալի հանրայնացում, նույնիսկ 100%-անոց ճշմարտությունը հետագայում դժվարություններ է առաջացնում նրանց տվյալ համայնքում բնակվելը շարունակելու համար, նրանց պիտակավորման համար, դրա համար ուղղակի հորդորում եմ, որ բոլորս զգույշ լինենք։ Ուզում եմ հարցնել կրկին Մայրաթորի այդ հայտնի ակցիայի օրը, որոնք հոգևորականներն էին հրավիրել, տեղի ունեցածին։ Ես ուզում եմ կոնկրետ մի դրվագի դուք անդրադառնաք, երբ որ հոգևորականներին, ովքեր ակցիա էին
հրավիրել, ուղեկցում էին անձինք, որոնց մեջ նաև հետո ինչպես պարզվեց ոստիկաններ եւս եղել են իրավապահ համակարգի աշխատակիցներ, որ ոստիկաններ չեն եղել, այսինքն այդ ուղեկցողները, որոնք ուղեկցում էին չէ, դուք այսինքն պնդում եք, որ չեն եղել ուղեկցողների մեջ ոստիկաններ, տիկին նախարար։ Ես պնդում եմ, որ տարածքում կարող են լինել քաղաքացիական հագուստ կրող քրեական ոստիկանության ներկայացուցիչներ, բայց ոչ այն պնդմամբ, ինչ որ դուք Այսինքն չեն ուղեկցել, շղթայի մեջ չեն եղել, տիկին նախարար։ Նույնականացրել էին այդ շղթայի մեջ քաղաքացիական հագուստով, հետո այլտեղ թե քաղաքացիական անձինք ոստիկանությունում եւ թե նաեւ ոստիկանության մյուս ներկայացուցիչները ոստիկաններ են, որովհետեւ օպերատիվ աշխատողները հնարավորություն ունեն քաղաքացիական համազգեստ կրելու եւ իրենք տեղում են հասարակական կարգ եւ անվտանգություն ապահովելու ուղեկցում եւ ինչու համազգեստով չէին։ Ես նշեցի արդեն, օրենքով թույլատրվում է եւ կարող եք տարածքում նույնիսկ ոչ մայրաթորը ուղեկցում տիկին նախարար իրենք ակցիա էին հրավիրել։ Հասարակական կարգ եւ անվտանգություն ապահովելը չի ենթադրում միայն շղթա կազմել եւ հսկել ինչ որ մի process։ Տարբեր մեթոդներ կան, տարբեր եղանակներ կան եւ հարգելի գործընկերներ, արձագանքում եմ ու փակենք այս թեման, որովհետեւ նույն հարցերն են, ես նույն պատասխաններն եմ ասելու, ոչ մի լրացուցիչ նոր բան ձեզ չեմ ասելու, ոչ մի բան ինձանից չեք կորզելու, որովհետեւ ոչ մի նորություն չկա։ Ինչ կարգավորումներով են Արդեն նշեցի, որ եւ տեղում նաեւ հարցնել տեղում մայրաթորում ոստիկանությունը հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովել եւ ապահովել է պատշաճ կերպով, եթե որևէ անձ գտնում է, որ մեթոդը, եղանակը կամ այլ հարցեր, որոնք որ առնչվել են իրավունքներին, ես ասացի հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ֆունկցիան են ապահովել, եթե որևէ մեկը գտնում է, որ իր իրավունքների հետ կապված խնդիր կա, կարող է դիմել նախարարություն կամ քննչական Արցախի հարցը վերջ, եթե այլ հետաքրքիր իրադարձություններից հետո անմիջապես ձեր մի բան խնդրեմ էլի ուղղակի կլինի մի քիչ առաջ գնանք, որովհետև ինձ շատ է ես բոլոր հարցերին պատասխանելու եմ Աջափյակի այդ հայտնի իրադարձություններից հետո ձեր 3 տեղականներ անմիջապես ազատվեցին աշխատանքից արդյոք միայն 3-ն էին մեղավոր այդ ամենում, որովհետև եթե ձեր տեղականներ 3 առնվազն աշխատանքից ազատվում, նշանակում է ձեր մեղքի բաժինն էլ կար։ Ինչու ձեզ որևէ ձևով այդ օրերին կամ հրաժարականի պահանջ չներկայացվեց, կամ դուք հրաժարական չտվեցիք, ինչու դա տեղի չունեցավ։ Նախ իմ տեղականների մասին չի խոսքը։ Ոստիկանությունը ունի իր կառուցվածքը, ոստիկանապետ գոյություն ունի եւ ոստիկանապետի տեղակալներ գոյություն ունի եւ 3 տեղակալների փոփոխությունը նորից եմ ուզում շեշտել, ընդհանուր առմամբ համակարգ նոր էներգիա բերելու տրամաբանության մեջ է եւ եթե դուք կարծում եք, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած հանցագործություն տեղի ունենալու պայմաններում պիտի մենք գտնենք որևէ մեղավորի եւ իրեն անմիջապես ազատ արձակենք ծառայությունից, համակարգում դուք եք եթե թույլ տաք շարունակենք, գուցե գտնենք ձեր հարցի պատասխանը եւ էլ կարիք չլինի միջամտելու։ Եթե մենք մտածենք, որ յուրաքանչյուր հանցագործության դեպքով որևէ ծառայող պիտի ազատվի համակարգից, դա ոչ տրամաբանական մոտեցում է, չեք գտնի մի պետություն, որտեղ որ ինչ որ հանցագործության դեպքով կոնկրետ ամեն հանցագործության դեպքում մարդ ազատվի համակարգից։ Բայց ստացվում է մարդ ազատվի համակարգից։ Ներքից հետո ազատեցիք։ Այս կադրերում եք ասում, դա պատահական զուգադիպություն էր։ Ես ձեր գործընկերոջը հարգում եմ, ես վստահ եմ ինչ էլեմենտներ եք բարձրաձայնելու, կպատասխանեմ այդ բոլոր հարցերին, կարիք չկա միջամտության։ Այս դեպքում ես գտել եմ, որ 3 փոխոստիկանապետերի ուղղությունների սպասարկման համար նկատի ունեմ քրեական ոստիկանություն, նկատի ունեմ բարեկային ծառայություն, նկատի ունեմ համայնքային ոստիկանություն, կարիք կա նոր թարմ էներգիա ներգրավելու, որպեսզի վերադասավորենք նաև մեր մոտեցումները եւ մեր ծառայության կազմակերպման եղանակները։ Սա է պատճառը եղել, որ 3 փոխոստիկանապետերի փոփոխություն ենք ունեցել եւ նույն տրամաբանությունն է եղել, երբ որ ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցել վարչապետի կոնկրետ որոշման
շրջանակներում նույն տրամաբանությունը, երբ որ ես խոսեցի Պարեկային ծառայության Երևանի գնդի պետի հրամանատարի փոփոխության մասին եւ այսպես շարունակ, այսինքն ամեն դեպքը, որ սկսենք նկարագրել, որ սա որևէ ինչ որ կոնկրետ արարքի արդյունք է, դա մեզ լավ տեղ տանող մոտեցում չի լինի, որովհետեւ այո, կան դեպքեր, որոնք որ կարող են, այսպես ասեմ, վերջին կտորը լինել այդ որոշմանը գալու, նմանատիպ իրավիճակներ կարող են լինել։ Բարձաբան ասում են դուք արեմուտքի կներես, դուք արեմուտքի հովանավորությունն եք վայելում եւ Փաշինյանը չի անձեռնխելի եք, այսպես ասած, Փաշինյանը ռիսկ չի անում հակառակվել արեմուտքի։ Երկու բան փաստեմ, ինձ թվում է լրիվ հարցերը կփակվեն։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արփինե Սարգսյանի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է, այնպես ինչպես Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների դեպքում է եւ երկրորդը Հայաստանի Հանրապետության վարչապետը որևէ կաշկանդվածություն չունի որևէ պահին որոշումներ կայացնելու եւ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը եւս ցանկացած ժամանակահատվածում հավերժ չէ եւ եթե Հանրապետության վարչապետը նմանատիպ մոտեցում ունենա վստահ եմ որ որոշում կկայացնի։ Արցախին կասեք ինչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը, քան որ նաև վերջերս Բարսաշյան Պաշտոնյայի հետ էի Վերջերս երկու բարձրաստիճան պաշտոնատար անձինք են այստեղ եղել, ԵՄ հանձնակատար Կոսը եւ հանձնակատար Բրուները շատ դրական քննարկումներ են ունեցել, որովհետեւ երկու հանձնակատարներն էլ արձանագրել են, որ ներքին գործերի նախարարությունը որպես համակարգող պատշաճ կերպով գերազանց կատարել է իր արժեվ դրված խնդիրը եւ սա է պատճառը եղել, որ ռեկորդային արագ ժամանակահատվածում մենք ստացել ենք գործողությունների ծրագիրը, ընդ որում շատ միջոցառումներ, որոնք ակնկալենք, որ օրինակ առաջիկա տարիների կտրվածքով պիտի կատարվեր։ Այսօր մենք նույնիսկ կատարել ենք այդ միջոցառումները եւ գործընկերներս երկուսն էլ փաստել են եվրոպացի, որ շատ իրատեսական է վիզաների ազատականացումը Հայաստանի Հանրապետության համար։ Ես որպես նախարարության կողմից process-ի համակարգող գլխավոր բանակցող պիտի փաստեմ, որ ներգերատեսչական, այսինքն ներհանրապետական կտրվածքով մենք մեր արժեվ խնդիր ենք դրել, որ 2 տարվա կտրվածքով մոտ պիտի ավարտենք բոլոր միջոցառումների կատարումը։ Շատ իրատեսական է, որովհետեւ սա շատ ներդաշնակ է Հայաստանի Հանրապետության կառավարության ռեֆորմների օրակարգին եւ այնպես չի որ գործողությունների ծրագրի բովանդակությունը մեզ պիտի թելադրի սկսել ինչ-որ մի բան անել կամ չշարունակել ինչ-որ մի բան անել։ Այս երկու process-ները շատ սինխրոն են իրար, սա է տալիս համոզմունք ինձ ասելու, որ մենք շատ իրատեսական process ունենք եւ եթե նույն տեմպը պահպանենք գործողությունների ծրագրի իրականացման, առաջիկա տարիներին կունենանք ազատ վիզային ռեժիմ։ Եվ կնեք մի վերջին հարցը ես տամ ու վերջ։ Տիկին Սարգսյան, տեղեկություններ կան, որ միգրանտների են Եվրոպայից ուղարկում Հայաստան, օրինակ երկու ինքնաթիռ ասում են եկել է Գերմանիայից, հետո ԱՄՆ-ից են ասում են եկել ինքնաթիռ։ Դուք տեղեկություններ ունեք։ Միգրանտների մասով անկանոն միգրացիոն հոսքերի արդյունքում կարող է Եվրոպական միության տարածքում լինեն անձինք, որոնք որ ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետություն։ Մենք ունենք նույնիսկ Եվրոպական միության հետ կնքված համաձայնագիր, թե Եվրոպական միության հետ ընդհանուր առմամբ եւ թե նաեւ անդամ պետությունների, եւ եթե լսենք օրինակ, որ անօրինական որևէ միգրանտ վերադարձվել է Հայաստանի Հանրապետության, այդտեղ ոչ մի արտարոց բան չկա։ Եկել է թե չէ։ Առանձին տվյալներ այս պայծրությամբ չունեմ, որ ինչ որ մեծ խմբերի հետ կապված տվյալներ կան, դա իրականությանը չի համապատասխանում։ Ստանդարտ process կա, կարող են մի քանի հոգի օրինակ ուզում է անձնանության հետ կապված, ասում եք պետք է պաշտոնանկություն իրականացվի, բայց բարբերաբար մենք տեսնում ենք, որ սպանություններ լինում տարբեր հատվածներում եւ վարչապետ այսպես տարածված խոսույթ է, որ Սիցիլիա է դարձել Հայաստան։ Հիմա այս դեպքում ով պետք է պատասխանատվություն կրի։ Ու ինչի չի կանխում այս դեպքերը, ինչու է բարբերաբար շարունակվում։ Նվազում չկա դեպքերի։ Տեսեք, ես երբ որ ինչ-որ մի բան, ինչ-որ մի թեմա ներկայացնում եմ, ես գոնե այն բարեխիղճ կանխավարկածը ունեմ, բարեխիղճությամբ, որ դուք լսում եք ես ինչ եմ ասում։ Որ հետո հարցը ձևակերպեք, ես գլոբալ նկատեմ, հարցը ձևակերպեք հենց այս տրամաբանության մեջ։ Հիմա նախ առաջինը, Հայաստանի Հանրապետությունը Սիցիլիա չի։ Ես նշեցի, որ 3.2% նվազում ունենք հանցավորության, եւ սա միայն ու միայն իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է, որովհետև ես առիթ ունեցել եմ նաև նշելու, որ սպանությունները եւ առհասարակ հանցավորությունը երկու կատեգորիայի կարելի է բաժանել։ Առաջինը դրանք կազմակերպված իրավիճակներն են, այսինքն կա պլանավորում, կա դերաբաշխում, process կա գեներացվող, որտեղ որ իրականում ամենաառաջնային դիրքում իրավապահ համակարգն է։ Այսինքն դու ինչպիսի օպերատիվ աշխատանք ես իրականացնում, որ բացահայտես այդ դեպքը եւ կանխարգել ես այդ իրավիճակները։ Հիմա առաջինը ես նորից շեշտեցի, որ մեր հանրապետությունում ամեն օր սպանություն չկա։
50 սպանության դեպք ունենք եւ եթե ժամանակագրական առումով նաեւ համեմատենք 2018-ից հետո եւ առաջ իրավիճակները, միջինում նախորդի ժամանակահատվածում ունեցել ենք 52 սպանություն, 18-ից հետո միջինում ունեցել ենք 50 սպանության դեպք։ Բայց նորից ես գնում եմ դեպի կոնկրետ դեպքը, որովհետեւ թվերը ինձ հետաքրքիր են այնքանով, որ հանրության հետ պարզ լինենք եւ ֆիքսենք, որ մենք ամեն օր սպանություն Հայաստանի Հանրապետությունում չունենք։ Հիմա առաջին դեպքերի մասով այո, մեջ է լինում մի քանի անգամ կամ մի քանի ամիսը մեկ, այսինքն պարբերաբար մենք ահասարցուն ինչ որ դեպքերի ենք ականատեսում սպանությունների։ Հիմա դուք ենթադրում եք, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես հանցագործություն չպիտի լինի։ Ինչ որ մի երկիր կա, ով որ սպանությունից ապահովագրված է։ Եթե մենք օբյեկտիվ լինենք եւ ես հուսով եմ, որ դուք հենց այդ աչքով եք նայում այս ամբողջ process-ին, բոլորիդ նկատի ունեմ։ Մի այլ երկրի դեպքում խնդրեմը օրինակ ահաբեկչական ակտերն են։ Տեսնում եք դպրոցներում ահաբեկչություն կա, խանութներում ահաբեկչություն կա, մոլերում ահաբեկչություն կա, զանգվածային նաեւ սպանության իրավիճակներ կա։ Հայաստանի Հանրապետությունը լավ առումով եմ ասում, նմանատիպ իրավիճակների ձեռց է, որևէ մեկը չի կարող հակառակը պնդել։ Եվ եթե լրատվական դաշտում տարբեր անձինք կարող են նույն իրավիճակը անընդհատ քննարկման առարկա դարձնել, ընդ որում վերհիշեցնել նաև օրինակ 2017 թվականին տեղի ունեցած սպանության դեպք, 2018 թվականին տեղի ունեցած սպանության դեպք, նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի, մի օր հոգեհանգիստ լուսաբանենք, մի օր այլ իրավիճակներ լուսաբանենք, մի օր այլ իրավիճակներ, տպավորություն կարող է ձևավորվել, որ ամեն օր այդպես է իրավիճակը։ Ես շարունակեմ Ամեն օր այդպես է իրավիճակը, բայց նորից եմ շեշտում, ունենք 50 սպանության դեպք, որը նույնիսկ համաշխարհային միջինից 2 անգամ նվազ է, բայց գալով դեպի բովանդակությունը շարունակեմ, որ կիսատ չմնա։ Եթե խոսում ենք օպերատիվ աշխատանքի մասով, անցած տարի 12 սպանության նախապատրաստություն ենք բացահայտել։ Սա օպերատիվ աշխատանքի մասին է խոսում, որովհետև եթե օպերատիվ աշխատանք չլիներ, կազմակերպած սպանությունները պլյուս կլինեին 12 դեպքով։ Սա արդյունք է, իհարկե արդյունք է։ Բավարար է այս արդյունքը, իհարկե բավարար չի։ Ես երբեք չեմ ասել, որ մենք փայլում ենք մեր օպերատիվ աշխատանքով, որովհետև գիտելիքի հետ կապված հարցեր կան, ժամանակակից տեխնոլոգիայի հետ կապված հարցեր կան, կրթության հետ կապված հարցեր կան, նաև իրավական որոշակի հարցեր կան, պիտի սրանք լուծենք։ Եվ երկրորդ կոմպոնենտը, որն ավելի մեծ չափաբաժին ունի մեր ընդհանուր հանցավորության մեջ, դա մտածողությանը վերաբերող դեպքերն են, որովհետև վերջին ժամանակահատվածում մենք ինչ ունենք, նույն աջափնյակի իրավիճակը, մի հայոյանքին, երբ որ մենք մտածում ենք որպես հանրություն, կարելի է արձագանքել ավելի սուր հայոյանքով եւ դրանով խնդիրը լուծվի, կամ տրանսպորտային միջոց իրար վրա վարելու հետևանքով կարելի է իրար ծեծել եւ դրանով խնդիրը լուծվի, պրակտիկան ցույց է տալիս, որ դա լուծման մեթոդ չի, բայց մենք ինչ ենք տեսնում, որ տարիներ շարունակ այս բռնության ավելի կոշտ բռնությամբ արձագանքելու եւ խնդիրը լուծելու պրակտիկան մեզ մոտ շատ ամրապնդվել է եւ սրանով նաեւ ուժեղացվել է քրեական ենթամշակույթը տարածքում, որովհետեւ այդ ընկալումն էլ կա, որ մեր բակում, մեր ընտանիքում, մեր շրջապատում հարցերը ոչ թե պիտի լուծի պետությունը օրենքով, այլ պիտի լուծի տարածքում գտնվող օրինակ ինչ որ մի հեղինակություն եւ սա է նաեւ ավելի ուժեղացնում քրեական ենթամշակույթին Հայաստանի Հանրապետությունում, սա է պատճառը, որ մենք գնում ենք դեպի նաև իրադարձության խորքը։ Եթե մենք մտածողությունը չթիրախավորենք, ես վստահեցնում եմ, որ այս դեպքերը կարող են նույնիսկ ավելի սուր դրսևորումներով ի հայտ գալ եւ ավելի բացասական պատկեր կունենանք։ Սրա հիմքով եմ նաև ես ասում, որ 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է, որովհետեւ մենք դեռևս չենք նկատում մտածողության որևէ փոփոխություն, որովհետեւ տեղի ունենում խուլիգանական դեպքեր, տեղի ունենում առողջությանը ծանր վնասի պատճառման դեպքեր եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք պիտի նախ ընկալենք, որ մի դեպքում գործ ունենք կազմակերպված հանցավորության հետ, բայց դա փոքր տոկոսն է կազմում։ Մյուս դեպքում մենք ունենք բռնության պորտկման հետևանքով առաջ եկող սպանության կամ առողջությանը ծանր վնասի պատճառման դեպքեր եւ երկու ուղղությունով էլ պիտի ճիշտ արձագանք տանենք, որպեսզի պատկերն ավելի լավը լինի եւ ես նաեւ նշեմ, որ ընդհանուր առմամբ երբ որ նույնիսկ մենք խոսում ենք 50 սպանության դեպքի մասին, ընդհանուր մեր պատկերում հանցավորության սպանությունները 0.1%-ն են կազմում։ Այսինքն ամբողջ հանցավորության մեջ սպանությունները 0.1%-ն։ Նախարար 3 նախագահարույց ինչու՞։ Որովհետև շատ պատասխանեցիք։ Տեղեկություն կա, որ դուք շրջում եք տասնյակ
ծառայողական ավտոմեքենաներով կպարզաբանեք իրականում քանի մեքենա է ձեզ սպասարկում։ Գիտեք, նորից նույն տրամաբանության մեջ է, եթե տեղեկություններ կան, նշանակում պիտի ապացույց լինի, բայց ես առիթ ունեցել եմ եւ նաեւ զարմանում եմ, որ մինչեւ այս պահը օրենքով կազմակերպվող process-ի մասին կարող է որևէ հարց առաջանալ, որովհետեւ ես որպես ներքին գործերի նախարար ունեմ պետական պահպանություն ինձ տրամադրված, պետական պահպանության կազմակերպումը ենթադրում է ստանդարտով պահպանության ապահովման process։ Եվ ես իրավունք էլ չունեմ միջամտելու պետական պահպանության ծառայության գործունեությանը, որովհետև պահպանության մեթոդները, եղանակները իրենք են ընտրում եւ ինչու եմ ես ասում զարմանում եմ, որովհետև որևէ բան չի փոխվել այդ պահպանության մեթոդաբանության մեջ։ Նույն կերպ էր պահպանությունը, երբ որ նախորդ նախարարի մասին էինք խոսում, նույն կերպ է պահպանությունը, երբ որ իմ մասին են խոսում, եւ նույն կերպ կլինի պահպանությունը նաեւ առաջիկա տարիների կտրված գործ։ Ուզում ասեմ, երբ որ մենք գործ ունենք օրենքով նախատեսված պահպանության հետ, առնվազն տարօրինակ է, որ մենք էլի անընդհատ ամեն տարի այս նույն թեման քննարկում ենք, նույն թեման շահարկում ենք եւ ձեր մատնանշած թիվը իրականության հետ որևէ աղերս չունի։ Տիկին նախարար, ես ուզում եի անդրադառնալ Արցախցի կնոջ եւ երեխայի հետ կապված այս պատմությանը, որ մամուլում բավականին քննարկվեց։ Մեթոդները, որոնցով ոստիկանները նրան ուղեկցել են քննչական մարմին, նկարագրում է այդ կինը երեխայի հետ, փոքրիկ երեխայի հետ, թե ինչ իրավիճակում եւ այլն։ Դուք այստեղ խնդրահարույց որևէ բան տեսնում եք, թե համարում եք, որ շատ նորմալ գործելակերպ է ընտրում ոստիկանությունը։ Եվս կնոջ ասել են շնորհակալ եղեք, որ դիմակավորված չենք ներխուժել տուն։ Հիմա այն ինչ որ դուք ասացիք, բնականաբար ես եւս տեսել եմ, գիտեմ թե ինչ է ներկայացնում տվյալ անձը, իհարկե մտահոգիչ է, եթե այդպես է, դա է պատճառը, որ ես հանձնարարել եմ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությանը, ուսումնասիրելու իրավիճակը, լսելու նաեւ կնոջը եւ հասկանալու, եթե նմանատիպ իրավիճակ կա, միանշանակ ռեակցիա կլինի իմ կոնկրետ որ դրվագներն է ձեզ մտահոգել, որ ուզում եք ուսումնասիրել։ Բոլոր դրվագները, որոնք որ բարձրաձայնել է մեր հայրենակիցը, թե ժամի մասով, թե բովանդակության մասով, պիտի գնահատենք թե տվյալ ժամի հետ կապված, օրինակ հրատապության հետ կապված կոնկրետ անհրաժեշտություն եւ մնացած բոլոր հարցերը վստահեցնում եմ, որ դառնալու են ուսումնասիրության առարկա, եթե որևէ բան ոչ համապատասխան լինի, ռեակցիա կտրվի անպայման հանգիստ եղեք։ Հետո դիքին ծառայության սպորտեր հետ կապված արդյոք, քանի որ վթարական իրավիճակներ է սկսում, մի քիչ ձեր հետ կապ չունի, բայց խցանումներ, վթարներ են առաջացնում այս փոստը։ Դուք օրինակ քննարկում ունենում եք համապատասխանողակների հետ, որ այդ վթարավտանգ իրավիճակներ ստեղծող խնդիրները վերացնեն։ Ես տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանը զբաղվում է խնդրով, պլանավորված աշխատանք կա կոնկրետ, որպեսզի խնդիրը լուծվի։ Միաժամանակ, քանի որ ճանապարհային երթևեկության կտորը գտնվում է նաև ներքին գործերի նախարարության տիրույթում, մենք որտեղ որ նկատում ենք նմանատիպ իրավիճակ, որը որ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել վթարավտանգ իրավիճակի, այդ բոլոր դեպքերը գույքագրվում են եւ պաշտոնապես նաև տրվում է Երևանի քաղաքապետարանի գործընկերներին, որպեսզի նրանք, եթե չունեն նմանատիպ պատկեր իրենց մոտ, դա եւս գույքագրեն եւ լուծելով գնան առաջ։ Ինչպես է ստացվում, որ անդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ մեկ բառի համաձայնակալվում են ստորացվող ձևերով, իսկ նույն Ֆեդի ԲԿ-ի տնօրենը ամիսներ շարունակ կազինոյին կրվել է բյուջեն, սակայն այդ գործով ոչ մի բան չի եղել, ազատության մեջ է գտնվում, նաև Արարատ համայնքում նման մի դեպքեր է եղել, ով այս բային գտնվում է ազատության մեջ։ Ինչպես է ստացվում, որ իրավապահ համակարգի աչքից վրիպում են այդպիսի դեպքերը եւ ԲԿ-ի այսպիսի ասած կազինոյում կրված գումարները այդպես գնում են եւ ոչ ոք չի իմանում։ Հիմա եթե իրավապահ համակարգի տեսադաշտից վրիպ դեպքերը որևէ ռեակցիայի մասին չէիք լսի, առաջինը եւ երկրորդ ինչ վերաբերում է ընդդիմադիր իշխանական թեւ, ընդդիմությանը կամ իշխանությանը հարող թեւ, ես առիթ ունեցել եմ ասելու, որ իրավապահ համակարգի համար որևէ տարբերություն չկա, թե ում մասին է խոսքը։ Եթե կա հանցագործության դրվագ, դրան պիտի ռեակցիա տրվի եւ անկախ նրանից ում մասին են խոսում, այդ ռեակցիան լինելու է։ Ինչ վերաբերում է ազատության մեջ գտնվելուն, դա ներքին գործերի նախարարության տիրույթում գտնվող հարց չէ, որովհետեւ քրեական վարույթի պայմաններում թե ձերբակալման որոշումը եւ թե
նաև խափանան միջոցի կիրառման մասին որոշումը վարույթ իրականացնող մարմնի տիրույթում է, այնտեղ էլ կան հստակ չափանիշներ, սա էլ պիտի նկատի ունենանք, որ եթե ինչ որ պայմանում մենք նկատում ենք, որ խափանան միջոց չկա կոնկրետ ընտրված, որ ազատությունից զրկելու հետ է կապված, դա միանշանակ չի, որ օրինակ ոչ իրավաչափ process է։ Քրեական դատավարության օրենսգիրքը տալիս է բոլոր այն չափանիշները, որի հիման վրա որ պիտի իրավաչափ որոշում կայացվի եւ մարմինները դրանով են առաջ։ Շարունակվում է եւ լուծում չի տրվում այդ խնդրին։ Ինչ խնդիր։ Որ ԲԿ-ի հիվանդանոցի գումարները վատնում են եւ այսպես մարդը գտնում են ազատության մեջ, արտաշատի դեպքով այս պայն այդ մարդը ազատության մեջ է, նույն դեպքն է եղել աշխարհի 600 միլիոն դրամ իրենք վատնել են։ Հիմա նույնը բեդի ԲԿ-ում է Ես եղել։ լսել եմ անկեղծ ասած գործընկերոջս Տիկին Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը ձեզ տրված, Տիկին Ավանեսյանը արձագանքել է այդ թեման։ Շնորհակալություն։